Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի օդի նշանի ներկայացուցիչների 2026 թվականի ապրիլ ամսվա կանխատեսումների մասին։ Դե ինչ, մեր առաջին օդի նշանի ներկայացուցիչները մեր շատ սիրելի շատախոս երկվորյակներն են։ Ամեն անգամ ճիշտ է նշում եմ, որ նրանք շատախոս են եւ միգուցե շատ երկվորյակներ ինձանից հավանաբար նեղանում են, ճակերտավոր, սակայն սիրելիներս չեմ կարող այդ փաստը չնշել, որովհետև հիմնականում երկվորյակների մոտ խոսքի հաղորդակցման միտումը այնքան շատ է, որ նրանք ակամայից դառնում են շատախոս։ Իհարկե, ձեզ սիրում եմ շատ։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար ապրիլ ամիսը լինելու է բավականին հետաքրքիր եւ կարելի է ասել ընկերական հանդիպումներով, ավելի թեթև տրամադրությամբ, նախ այստեղ չունենք մենք անձնական հետընթաց մոլորակներ, ամիսը բավականին դրական եւ դինամիկ է եւ ապրիլ ամսվա ընթացքում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում ձեր կյանքում, որովհետեւ ապրիլի վերջին Ուրան մոլորակը, մեր ապստամբությունների, մեր անակնկալների մոլորակը մուտք է գործելու ձեր առաջին ոլորտ, այսինքն հենց երկվորյակների նշան եւ բնականաբար ամբողջովին փոխելու է, ցնցելու է ձեր կյանքը առաջիկա 7.5 տարիների ընթացքում։ Դե ինչ, Ուրանը վերջին 8 տարիների ընթացքում եղել է ցուլի ներքո, Ուրանը այստեղ իրեն այնքան է լավ չի զգում, որովհետև ցուլերը պահպանողական մարդիկ են, իսկ Ուրանը սիրում է անընդհատ փոփոխություններ կատարել, անընդհատ հեղաշրջել, նորարարական մեթոդներ մտցնել, իսկ երկվորյակները սիրում են, նշանակում է Ուրանի կատարած ցնցումները նրանց հաստատ դուր կգա։ Դե ինչ, գնացինք ապրիլի 2-ին, ունենք լիալուսին ձեր 5-րդ ոլորտում, սա շատ հաճելի ոլորտ է, սա մեր երեխաներն են, սա մեր սիրածեակն է, սա մեր հոբիներն են, սա մեր ստեղծագործական աշխատանքն է, մեր հանգստի մեկնելու ծրագրերն են, սիրելիներս ապրիլի 2-ի լիալուսինը ինչ որ մի բան պետք է որոշի թվածս թեմաների շուրջ, այսինքն երեխաների հետ կապված ինչ որ հարց կարող է լուծվել, ասենք կար երեխայի հետ կապված խնդիր, այդ խնդիրը լուծվում է, կամ դուք սպասում եք փոքրիկի, այժմ այս օրերին ծնվում է ձեր փոքրիկը, կամ դուք պարզապես իմանում եք, որ դուք ծնող եք դառնալու։ Այստեղ ինչու՞ չէ նաև ապրիլի 2-ի լիալուսինը կարող է ձեր կյանք բերել հանգստի ծրագրեր, օրինակ, ասենք մինչ այդ դուք չէիք մտածում, այժմ արդեն ապրիլի 2-ից հետո ինչ որ հետաքրքիր տարբերակ եք ունենում հանգստի մեկնելու ինչ որ երկիր։ Նաև 5-րդ ոլորտը, սիրելիներս, բնականաբար սիրահարվածությունն է եւ շատ երկվորյակների մոտ այդ թեման շատ արդի է լինելու ապրիլի սկզբում։ Այսինքն հանդիպում կարող է լինել, հիասթափություն կարող է լինել, այստեղ սիրածեակի հետ կապված ինչ որ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Ապրիլի 3-ին տեղի է ունենում մի հիանալի իրադարձություն ձեր գլխավոր մոլորակ Մերկուրիի եւ Յուպիտերի միջև։ Նշեմ, որ այս հիանալի իրադարձությունը արդեն 3-րդ անգամ է կրկնվում, որովհետեւ Մերկուրի մոլորակը բավականին երկար ժամանակ սկսած փետրվարի 26-ից եղել է հետընթաց է եղել ձեր 10-րդ ոլորտում եւ առաջին անգամ, երբ այս ասպեկտացիան կազմավորվել է, դա եղել է փետրվարի 16-ին, երբ Մերկուրին դեռևս չէր սկսել իր հետընթացը, այնուհետև հետընթաց վիճակով ունեցել ենք Մերկուրի Յուպիտերի տրինը մարտի 9-ին եւ այժմ վերջին անգամ այս երկուսի տրինը կազմվում է ապրիլի 3-ին։ Սիրելի երկվորյակներ, հիշեք, փորձեք հիշել, թե ինչ լավ հաճելի ֆինանսական իրավիճակներ են ձեզ մոտ ստեղծվել նշածս ամսաթվերին, նմանատիպ ինչ որ մի բան, ինչ որ գործարք, աշխատանքի հետ կապված, գործընկերների հետ կապված, ֆինանսական գործարքների հետ կապված, ինչ որ այդպիսի մի հաճելի բան տեղի կունենա նաև ապրիլի 3-ին։ Ամսի 8-ին Մարս մոլորակը
որը մինչև ամսի 9 դեռևս ձեր 10-րդ ոլորտում է, այստեղ սեքստիլ է կազմում Ուրանի հետ, ձեր 12-րդ ոլորտում, սիրելիներս, Ուրանը իր վերջին օրերն է ապրում ձեր 12-րդ ոլորտում, նշեցի արդեն, այս ամսի 8-ի այս ասպեկտացիան կարող է բերել ձեզ հաճելի անակնկալներ կապված ձեր աշխատանքի հետ։ Ամսի 9-ին, սակայն արդեն Մարսը լքում է ձեր 10-րդ ոլորտը և մուտք է գործում իր համար շատ ուժեղ, շատ կարևոր 11-րդ ոլորտ, սա խոյի նշանն է և Մարսը այստեղ շատ ակտիվ է և կարելի է ասել նրան բռնել չի լինում, շատ կատաղած է, որովհետև Մարսը հանդիսանում է խոյերի գլխավոր մոլորակը և նա այստեղ իր տանն է։ Նախ նշեմ, որ 11-րդ ոլորտը սա ընկերական միջավայրն է և ձեզ մոտ արդեն սկսած ապրիլի 9-ից ակտիվանում է այս թեման։ Միգուցե այստեղ կմտածեք օնլայն հարթակում ինչ-որ մի բան ստեղծելու մասին, միգուցե ընկերական միջավայրում մարդիկ կավելանան, նոր շրջապատ կձևավորվի, կամ միգուցե նոր աշխատանքային մեծ կոլեկտիվ մուտք կգործեք, որտեղ արդեն ստիպված կլինեք շատ մարդկանց հետ շփվել, նաև այստեղ շփումները կարող են լինել օնլայն հարթակում։ Ամսի 15-ին էլ Մերկուրի մոլորակն է լքում ձեր 10-րդ ոլորտը և մուտք է գործում 11-րդ ոլորտ, այստեղ շփումները ակտիվանում են։ Ամսի 17-ին, սիրելիներս, ունենք նորալուսին, կրկին նույն ինքը 11-րդ ոլորտում։ Երբ նորալուսին է, սա նշանակում է, որ նորություններ են սպասվում։ Այսինքն նոր մարդիկ կարող են ի հայտ գալ ձեր շրջապատում, նոր կոլեկտիվ կարող եք ունենալ, օնլայն հարթակում նոր ընկերներ, նոր շփումներ կարող են ի հայտ գալ, հնարավոր է նաև եթե դուք ինչ-որ մրցույթների եք մասնակցում, այստեղ ամսի 17-ից հետո ինչ-որ նոր մրցանակների արժանանաք։ Ամսի 19-ին հետաքրքիր միություն է տեղի ունենում, հիշում ենք, որ բավականին վերջերս փետրվարի 14-ին Սատուրն մոլորակը մուտք է գործել ձեր 11-րդ ոլորտ և տեսեք այստեղ հավաքվում են մոլորակները ամսի 19-ին Մերկուրին, Մարսը և Սատուրնը միանում են ձեր 11-րդ ոլորտում։ Սիրելի երգորյակներ, բավականին ակտիվ է ձեր 11-րդ ոլորտը, իհարկե Սատուրնը այստեղ լինելով հանդերձ փորձում է մի փոքր խստություն սահմանել, որովհետև Սատուրնը սիրում է լուրջ քայլեր, երկարատև քայլեր, այսինքն ակնթարթային ինչ-որ զվարճալիքներ չի տալիս, սակայն այս երեքի միությունը կարող է բերել ձեր կյանք շատ կարևոր մարդկանց, որոնք կարող են փոխել ձեր աշխարհայացքը։ Ամսի 24-ին Վեներա մոլորակը մտնում է ձեր առաջին ոլորտ, սիրելի երգորյակներ, Վեներան ապրիլի 24-ից ձեր առաջին ոլորտում է, ձեր կյանքը կարելի է ասել մի փոքր ավելի գունավոր է դառնում, որովհետև այստեղ հաճույքներով է լցվում, միգուցե շատ ժամանակ եք սկսում անցկасնել սիրելիների հետ, միգուցե ինքներդ ձեզ վրա եք սկսում շատ ժամանակ ծախսել կամ ֆինանսներ, ինչու՞ չէ, նաև զգեստապահարան եք ուզում թարմացնել, կամ ձեր արտաքին տեսքի հետ կապված որոշակի փոփոխություններ եք ուզում կատարել, սակայն ամսի 26-ին Ուրան մոլորակն է ի վերջո մուտք գործում ձեր առաջին ոլորտ, սիրելի երգորյակներ, նշեցի, որ Ուրանը այստեղ պատրաստվում է ցնցել ձեզ առաջիկա 7.5 տարին։ Եվ ամիսը վերջանում է ամսի 28-ի շատ լավ ասպեկտացիայով, Վեներայի և Պլուտոնի միջև ձևավորում է շատ լավ տրին ասպեկտ, Վեներան առաջին ոլորտում է, Պլուտոնը 9-րդ ոլորտում է, այստեղ կարող եք սպասել դրական հաճելի իրավիճակների, որոնք կարող են կապված լինել օտար երկրից ձեր ընկերների, բարեկամների հետ, կամ միգուցե այստեղ հնարավոր է, որ եթե դատական ձգձգվող հարց ունեք, այն ի վերջո կլուծվի ի օգուտ ձեզ։ Դա ինձ սիրելիներս այսքանը երգորյակների ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, այժմ խոսենք մեր հաջորդ օդի նշանի ներկայացուցիչների մասին։ Ողջունում եմ մեր շատ սիրելի կշեռքներին,
Սիրելիներս, ձեզ համար ապրիլ ամիսը նույնքան կարևոր, հետաքրքիր, դինամիկ ամիս է լինելու, որովհետև այստեղ ամբողջ ամսվա ընթացքում առաջին և 7-րդ ոլորտներն են ուշադրության կենտրոնում, սա նշանակում է, որ այստեղ շատ կշեռքներ առաջին հերթին զբաղվելու են իրենց առողջությամբ, իրենց անձնական կյանքով, իրենց անձի, կարելի ասել կարևոր հարցերով և ինչու չէ նաև այստեղ նաև զբաղվելու եք կողքի մարդկանց հետ շփումներով, որովհետև 7-րդ ոլորտը նախատեսում է այն մարդկանց, ում հետ մենք ամեն օր շփվում ենք, ներառյալ ձեր կողակիցը։ Դե ինչ, ապրիլի 2-ին տեղի է ունենում լեալուսին հենց ձեր իսկ առաջին ոլորտում, նշանակում է մի հարց, որը կար կապված ձեր անձի հետ, ձեր անձնական հարթակի հետ, միգուցե ձեր առողջության հետ, այստեղ այդ հարցը ի վերջո լուծվում է, ավարտվում է։ Լեալուսին նշանակում է վերջակետ, երբ մենք տեսնում ենք այդ հարցը ամբողջությամբ, երբ մենք կարողանում ենք այդ հարցը պատկերացնել արդեն ինչպես այն պետք է լուծվի։ Ամսի 3-ին Վեներա մոլորակը, որը ձեր գլխավոր մոլորակն է, և այս պահին մարտի 30-ից սկսած մուտք է գործել ձեր 8-րդ ոլորտ, այստեղ լարվածություն է ստեղծում Պլուտոնի հետ 5-րդ ոլորտում, նշանակում է ապրիլի 3-ը կարող է ձեզ համար լինել լարված մի փոքր ֆինանսական առումով, որը կարող է վերաբերել միգուցե ձեր երեխաներին, միգուցե ձեր սիրած էակին, կամ միգուցե նաև հանգստի մեկնելու ծրագրերին։ Ամսի 5-ին նույնպես ունենք լարվածություն որոշակի, այստեղ արևը գտնվելով ձեր 7-րդ ոլորտում, լարված քառանկյան մեջ է Յուպիտեր մոլորակի հետ, որը մինչև հուլիս ամիսը գտնվում է ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելիներս, արևի և Յուպիտերի լարվածությունը կարող է բերել կոնֆլիկտային իրավիճակ ինչպես ձեր ընտանիքում, այնպես էլ ձեր աշխատավայրում։ Ամսի 9-ին Մարս մոլորակը մուտք է գործում ձեր 7-րդ ոլորտ։ Սիրելի կշեռքներ, Մարսը 7-րդ ոլորտում շատ ուժեղ է, իհարկե սա խոյի նշանն է և Մարսը այստեղ տանտեր է և նշանակում է Մարսի էներգիան, այստեղ կարելի ասել անկառավարելի է, որովհետև Մարսը այստեղ բավականին ագրեսիվ է և նշանակում է այստեղ պետք է պարզապես շատ ուշադիր լինեք, որովհետև հնարավոր է ձեր կողքի մարդը կամ անգամ ձեր կողքի մարդիկ փորձեն ձեզ թելադրել, թե դուք ինչպես ապրեք, ինչը ոնց անեք, ինչպես կատարեք այս կամ այն գործը, նշանակում է այստեղ մի փոքր պետք է լինեք դուք ինքներդ համբերատար, որպեսզի այդ մարդկանց հետ անընդհատ կոնֆլիկտի մեջ չմտնեք։ Ամսի 13-ին ունենք Վեներա Յուպիտեր մոլորակների միջև շատ հիանալի սեքստիլ ասպեկտ, Վեներան ձեր ֆինանսական 8-րդ դաշտում է, Յուպիտերը 10-րդ և նշանակում է ապրիլի 13-ին ֆինանսական հավելումներ կարող եք ունենալ, բանկային գործարքները կարող են ստացվել, ինչու չէ աշխատանքի հետ կապված մի շարք լուրջ ձեռքբերումներ կարող եք ունենալ։ Ամսի 15-ին արդեն Մերկուրի մոլորակը նույնպես տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ, սիրելի կշեռքներ, սա նշանակում է, որ արդեն սկսած ամսվա երկրորդ կեսից, ամսի 15-ից, ձեր ամբողջ ուշադրությունը, ձեր ամբողջ շփումները, ակտիվությունը կենտրոնանում է ձեր կողքի մարդկանց վրա, սա նաև վերաբերում է ձեր հաճախորդներին, եթե դուք սպասարկման ոլորտում եք աշխատում, ապա այստեղ ամսի 15-ից հետո ձեզ մոտ բավականին ակտիվ կլինի հաճախորդների հետ շփումը։ Ամսի 17-ին ունենք նորալուսին կրկին ձեր 7-րդ ոլորտում, որը նշանակում է, որ նոր հաճախորդներ կարող են գալ, նոր գործընկերներ, նոր ընկերական միջավայր, ինչու չէ նոր կողակից կարող եք ունենալ, նոր սիրած էակ կարող է հայտնվել ձեր կյանքում ամսի 17-ից հետո։ Ամսի 19-ին տեղի է ունենում յուրահատուկ մի ստելիում, Մարսը, Մերկուրին և Սատուրնը միանում են կրկին ձեր 7-րդ ոլորտում և սիրելի կշեռքներ, ամսի 19-ին այն, ինչ տեղի կունենա ձեր կյանքում, ուշադիր եղեք, որովհետև այն տեղի է ունենալու կողքի մարդկանց կողմից և այն բավականին երկարատև ընթացք է ունենալու, որովհետև Սատուրն մոլորակը լինելով ձեր 7-րդ ոլորտում թույլ չի տալիս ինչ-որ ակնթարթային պահեր, այն սիրում է ամեն ինչ շատ լուրջ, շատ
երկար, կշռադատել եւ բավականի երկարաժամկետ մեծ հեռանկարներ է տալիս։ Նշանակում է ուշադիր ենք լինում ամսի 19-ին, ինչ գործարք կառաջարկեն մեզ, ովքեր կմոտենան, ինչ հարցով, միգուցե անձնական կյանքում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, սակայն նկատի ունեցեք, որ այդ փոփոխությունները չեն լինի կարճաժամկետ։ Ամսի 24-ին Վեներա մոլորակը, ձեր գլխավոր մոլորակը, պատրաստվում է լքել ձեր 8-րդ ոլորտը, սակայն մինչև լքելը հասցնում է միանալ Ուրան մոլորակին, որը արդեն վերջին ժամերն է ապրում ձեր 8-րդ ոլորտում, սիրելի կշեռքներ, եւ այս Վեներայի Ուրանի միությունը կարող է բերել ձեզ համար անակնկալներ, հաճելի անակնկալներ ֆինանսական դաշտի հետ կապված, հնարավոր է բանկային ինչ-որ հաջող գործարք տեղի ունենա, հնարավոր է, ասենք, դուք բավական երկար ժամանակ ուզում էիք, ասենք, հիպոթեք ձևակերպել, չէր ստացվում եւ այժմ տեղի ունենա այն, կամ հնարավոր է, որ, ասենք, երկար ժամանակ ինչ-որ մարդիկ ձեզ գումար էին պարտք, այստեղ հաճելիորեն զարմանաք եւ այդ պարտքը վերադարձնեն եւ հենց նույն օրը երեկոյան ապրիլի 24-ին Վեներան տեղափոխվում է արդեն ձեր 9-րդ ոլորտ, որը ձեզ համար ավելի բարենպաստ վիճակ է։ Եվ այստեղ ամսի 26-ին Ուրան մոլորակն է տեղափոխվում ձեր 9-րդ ոլորտ, սիրելի կշեռքներ, երբ Ուրանը 8-րդ ոլորտում էր, այն մի փոքր ավելի ճնշված էր, որովհետև դա ցուլի նշանն է, ցուլը փոփոխություններ չի սիրում, իսկ Ուրանը սիրում է ամենուրեք ուրեմն կատարել փոփոխություններ, ցնցումների տեսքով, հեղափոխությունների տեսքով, ապստամբությունների տեսքով եւ այժմ Ուրանը հայտնվելով 9-րդ թեթև ոլորտում, ինչու թեթև, որովհետեւ սա երկվորյակի նշանն է եւ երկվորյակները շատ արագ են կարողանում ադապտացվել փոփոխություններին, սա ձեր նշանի համար շատ լավ է, շատ դրական է, որովհետև սա նույնպես օդի նշան է եւ ձեր անձնական արևի նկատմամբ տրին է կազմում, նշանակում է Ուրանը կշեռքների համար բացում է նոր հորիզոններ։ Առաջիկա 7.5 տարիների ընթացքում, սիրելի կշեռքներ, պատրաստվեք, որ դուք անընդհատ ճամփորդելու եք, պատրաստվեք, որ դուք աշխատելու եք օտարերկրյա կազմակերպությունների հետ, շփվելու եք օտարերկրացիների հետ եւ այստեղ ձեր, կարելի է ասել, մտահորիզոնը ընդլայնվելու է, այսինքն դուք անելու եք այն առաջիկա 7.5 տարիների ընթացքում, ինչը երբևիցե ձեր մտքով անգամ չի անցել։ Եվ ամսի 28-ին Վեներա մոլորակը Պլուտոնի հետ 9-րդ ոլորտից շատ լավ տրին է կազմում, այստեղ ամսի 28-ին կարող են տեղի ունենալ շատ լավ իրադարձություններ, կապված դատական պրոցեսների հետ, փաստաթղթերի հետ կամ միգուցե ուսումնական ինչ-որ ծրագրերի հետ։ Դե ինձ սիրելիներս, այսքանը կշեռքների ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր վերջին օդի նշանի ներկայացուցիչներին։ Ողջունում եմ մեր սիրելի ջրհոսներին, սիրելիներս, ձեզ համար նույնպես շատ ակտիվ ամիս է լինելու ապրիլը, այստեղ ձեր գլխավոր մոլորակ Ուրանը իր վերջին օրերն է ապրում ձեր 4-րդ ոլորտում, իսկ Ուրանը 4-րդ ոլորտում այնքան էլ հաջող բարենպաստ վիճակում չէր ձեր նշանի նկատմամբ, սա նշանակում է ջրհոսների մոտ վերջին 8 տարիների ընթացքում բավականին լուրջ ցնցումներ են եղել կապված իրենց բնակության վայրի հետ, կապված իրենց ընտանիքի անդամների հետ, կապված իրենց ծնողների հետ, կապված իրենց անշարժ գույքի առք ու վաճառքի հետ եւ այժմ Ուրանը ի վերջո լքում է այդ ոլորտը եւ ապրիլի 26-ից արդեն պատրաստվում է տեղափոխվել ձեր 5-րդ ոլորտ, որը ձեզ համար բավականին բարենպաստ վիճակ է։ Սակայն սկսենք այս ամենը սկզբից։ Ապրիլի 2-ին լիալուսին է տեղի
ունենում ձեր 9-րդ ոլորտում, նշանակում է ինչ-որ մի հարց կապված օտարերկրի հետ, կապված դատական ինչ-որ գործընթացի հետ, կամ միգուցե նաև կապված ուսումնական ինչ-որ ծրագրերի հետ, փաստաթղթերի հետ, այստեղ ավարտվում է։ Հնարավոր է ասենք դուք քննություն ունեք, տալիս եք և բարեհաջող արդեն վերջացնում եք ձեր քննաշրջանը, կամ երկար ձգձգվող դատական խնդիր կար, այդ խնդիրը լուծվում է ապրիլի 2-ի մոտակա օրերին, կամ հնարավոր է որ դուք ճամփորդում եք, այլ երկրում եք գտնվում, այժմ արդեն վերադառնում եք հայրենիք։ Ապրիլի 3-ին ունենք լարվածություն Վեներայի Պլուտոնի միջև։ Սիրելի ջրհոսներ, Պլուտոն մոլորակը ձեր առաջին ոլորտում է, իսկ Վեներան մինչև ամսի 24-ը գտնվում է 4-րդ ոլորտում, նշանակում է ապրիլի 3-ի լարված քառանկյունը ազդելու է ձեր և ձեր տան անդամների փոխհարաբերությունների վրա։ Ամսի 9-ին Մարս մոլորակը տեղափոխվում է ձեր 3-րդ ոլորտ։ Սա խոյի նշանն է, Մարսը այստեղ բավականին անկառավարելի է, բռնկվող և ագրեսիվ է։ Սիրելի ջրհոսներ, ես ձեզ պարզապես խորհուրդ կտամ, սկսած ապրիլի 9-ից շատ ուշադիր լինեք, եթե դուք մեքենա եք վարում, որովհետև Մարսը սիրում է արագություն և այն այս պահին գտնվում է ձեր ճամփորդությունների ավտոմեքենայի ոլորտում, այսինքն այստեղ հնարավոր է նաև ավտոմեքենայի հետ կապված խնդիրներ առաջանան։ Ամսի 15-ին Մերկուրի մոլորակը նույնպես տեղափոխվում է ձեր 3-րդ ոլորտ, բերելով ձեզ ակտիվ շփումներ ձեր քրոջ, եղբոր, հարևանների, գործընկերների, մտերիմների հետ։ Հնարավոր է ամսի 15-ից հետո մասնակցեք ինչ-որ միջոցառումների, կամ ինչ-որ դասընթացների գրանցվեք, կամ սկսեք զբաղվել ակտիվ կերպով փաստաթղթային ինչ-որ հարցերով։ Ամսի 17-ին ունենք նորալուսին կրկին ձեր 3-րդ ոլորտում, նշանակում է նորություններ են այստեղ սպասվում ամսի 17-ից հետո։ Հնարավոր է քրոջ կամ եղբոր ընտանիքում ինչ-որ նոր իրավիճակ լինի, նոր կարևոր իրադարձություն լինի, հնարավոր է ամսի 17-ից հետո նոր հարևաններ ունենաք, հնարավոր է ամսի 17-ից հետո դուք որոշեք, որ մեքենա եք ուզում գնել, կամ եթե ունեիք մեքենա, սակայն վարորդական իրավունք չունեիք, արդեն մտածեք այդ ուղղությամբ և փորձեք հաճախել դասընթացների։ Ամսի 19-ին, սիրելիներս, ուրեմն ձեր 3-րդ ոլորտում Մարս, Մերկուրի և Սատուրն մոլորակներն են միանում, և սա շատ կարևոր իրադարձություն է 3-րդ ոլորտում, սա նշանակում է ինչ-որ շատ կարևոր իրավիճակ պետք է տեղի ունենա ձեր 3-րդ ոլորտում, ձեր քրոջ կամ եղբոր հետ կապված, կամ հնարավոր է փաստաթղթային ինչ-որ հարցերի հետ կապված, կամ հնարավոր է այստեղ ավտոմեքենայի շատ հաջող գործարք լինի։ Ամսի 24-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 5-րդ ոլորտ։ 5-րդ ոլորտը սա մեր հաճույքների ոլորտն է։ Առաջին հերթին երեխաներն են, երկրորդ հերթին հանգստի մեկնելու ծրագրերն են, կամ միգուցե նաև ստեղծագործական աշխատանքն է։ Եվ հնարավոր է ամսի 24-ից հետո երեխաների հետ, ասենք, շատ ժամանակ անցկացնեք, կամ արդեն մտածեք հանգստի մեկնելու ծրագրերի մասին։ Ամսի 26-ին նշեցի արդեն Ուրան մոլորակը վերջնականապես լքում է ձեր 4-րդ ոլորտը և մուտք է գործում 5-րդ ոլորտ։ Սիրելի ջրհոսներ, առաջիկա 7.5 տարիների ընթացքում Ուրանը լինելու է ձեր 5-րդ ոլորտում, նշանակում է այստեղ սպասվում են ձեզ անակնկալներ։ Բնականաբար անակնկալները կլինեն ավելի շատ դրական, քան բացասական, որովհետև 5-րդ ոլորտը նույնպես օդի նշան է, սա երկվորյակների նշանն է, և ձեր ուրեմն անձնական արևի նկատմամբ տրին ասպեկտ է կազմում, և սա նշանակում է, որ այստեղ ջրհոսների մոտ բուռն սիրային կյանք է սպասվում ապրիլի 26-ից հետո, առաջիկա տարիների ընթացքում երեխաների թեման է շատ ակտիվ լինելու, ինչու չէ նաև այստեղ հնարավոր է շատ ջրհոսներ սկսեն զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Ամսի 28-ին
ունենք շատ լավ ասպեկտացիա Վեներա Պլուտոն մոլորակների միջև, երկուսն էլ ֆինանսական մոլորակներ են, Պլուտոնը գտնվում է ձեր առաջին ոլորտում, իսկ Վեներան արդեն տեղափոխվել է ձեր 5-րդ ոլորտ, եւ սա նշանակում է, որ Վեներայի Պլուտոնի այս տրին ասպեկտը ձեր կյանքում կարող է բերել շատ դրական ֆինանսական ուրեմն հնարավորություններ կապված միգուցե ձեր աշխատանքի հետ, կապված միգուցե ձեր հոբիների հետ, կամ ինչու՞ չէ նաև այստեղ ամսի 28-ին կարող եք հանդիպել ինչ-որ մեկին, որի հետ կցանկանաք հետագայում կապել ձեր կյանքը։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ